Որպեսզի կարողանալ մաքսիմալ արագ ատլետիկ շարժումներ կատարել, օրինակ վազել, ցատկել, հարվածներ կատարել, քեզ երկու ֆունդամենտալ կոնցեպտ է պետք հասկանալ, որոնցից առաջինը արդեն անցած մասում քննարկել ենք, իսկ այսօր կքննարկենք երկրորդը, որը լինելու է proximal to distal sequence-ը։ Մաքսիմալ արագ վազելը, հարվածելը, ցատկելը կամ նետելը բոլորը մի հատ ընդհանրություն ունեն, ու այդ այնա որ այն հոդերը, որոնք որ մարմնի կենտրոնին ավելի մոտ են, այսինքն ավելի proximal են, հասնում են իրենց մաքսիմալ անկյունային արագության ավելի շուտ, քան այն հոդերը, որոնք որ ավելի distal են, այսինքն մարմնի կենտրոնից ավելի հեռու են։ Այս նշանակում է, որ եթե դու օրինակ ինչ-որ օբյեկտ փորձում ես մաքսիմալ արագ նետել, սկզբում քո ուսի հոդն է հասնելու իր մաքսիմալ արագության, հետո արմունկի, հետո դաստակի եւ այլն։ Այսինքն կինետիկ էներգիան շղթայաձև փոխանցվելու է մարմնի ավելի proximal segment-ներից դեպի ավելի distal segment-ներ։ Մարմնի ավելի proximal segment-ներում, որոնք որ սկսում են շարժումը ավելի անշարժ դիրքից, մկաների կծկման արագությունը լինելու է բավականին ցածր, ինչի հաշվին իրենք կարողանալու են շատ ավելի շատ force generate անել, այսինքն ավելի շատ կծկման ուժ են առաջացնելու։ Իսկ մարմնի ավելի distal segment-ները, որոնք որ սկսում են շարժումը արդեն իրենց փոխանցված իներցիայով, շատ ավելի արագ են շարժվելու, սակայն ավելի քիչ force են կարողանալու սրա պատճառով generate անել։ Ինչ է այսի նշանակում մարզվելու կոնտեքստում։ Ինչպես արդեն նախորդ մասում քննարկել ենք, մկանի կծկման մաքսիմալ արագությունը զարգացնելու համար ու մաքսիմալ ուժը զարգացնելու համար տարբեր ադապտացիաներ են հարկավոր, իսկ այս ադապտացիաները զարգացնելու համար տարբեր մոտեցումներ են պետք։ Եթե դու ուզում ես այս ատլետիկ շարժումները կարողանալ մաքսիմալ արագ կատարել, քեզ պետք է մարմնի proximal segment-ների մկաններում զարգացնել մաքսիմալ կծկման ուժը, իսկ ավելի distal segment-ներում զարգացնել մաքսիմալ կծկման արագությունը։ Եթե վերցնենք սպրինտերի օրինակի վրա, այսինքն մաքսիմալ արագ վազելու, այդտեղ կինետիկ էներգիայի մեծ մասը առաջանում է կոնքազդրային հոդում, որովհետև S ամենապրոքսիմալ հոդն է։ Այսինքն այս կոնտեքստում շատ իմաստալից է անել ծանր ուժային վարժություններ մեր hip extensorների ու մեր hip flexor-ների համար, որոնք որ անելու են աշխատանքի մեծ մասը։ Բայց օրինակ սրունքի մկանների համար ինչ որ ուժային վարժություններ անելը շատ իմաստալից չի լինելու, որովհետև S-ի բավականին distal segment է, ու իրան արդեն բավականին շատ կինետիկ էներգիա է փոխանցվելու ու այն չի կարողանալու շատ կծկման ուժ առաջացնել։ Ասեմ ավելին, այս կոնտեքստում սրունքների համար ուժային վարժություններ անելը կարող է նույնիսկ բացասական էֆեկտ ունենա, որովհետև այս մկանային մասան եթե ավելանա, էսի լինելու է նույն պրինցիպը, ոնց որ ծանր կոշիկներով փորձես վազել։